Անվտանգությունը։ Պարոն Մելիքյան, խնդրեմ ներկայացնեք ինչ իրավիճակի այս պահին ներսում։ Նախ ողջունում եմ մյուս դատարանի առջև հավաքված գործընկերներիս։ Այստեղ դատական նիստը բացվեց, իմ միջնորդությամբ կարճ ընդմիջում տրվեց, այսպես ասենք, սնունդ ընդունելու համար, որովհետև առավոտից Նարեկ Սամսոնյանին հնարավորություն չէր եղել, այսպես սնվելու հնարավորություն չէր եղել, շուտով ընդմիջումը կավարտվի եւ մենք դատական նիստը կսկսենք։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Գիտեք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահությամբ է նիստը ընթանում ամենայն հարգանքով, կարող է յուրաքանչյուրը իր մի փոքր հայկական իրավական խոհանոցի առանձնահատկություններին ծանոթ որևէ մեկը հասկանա, դրա որևէ ակնկալիք մենք ունենք, թե ոչ։ Այսինքն հազար ներողություն, այսինքն մենք ավանդաբար գործ ենք ունենալու միանգամից 2 ամսյա կալանքի հետ։ Դե դա է միջնորդությունը։ Դա է միջնորդությունը, հաշվի առնելով, որ այսօր առավոտյան հերթապահ դատարանը միայն աչափնյակն էր, օրվա երկրորդ կեսին աշխատանքային օրվա վերջի ժամին մեկ էլ հանկարծ փոխվեց, այդ ամեն ինչը հաշվի առնելով ինձ թվում է ձեր հարցի պատասխանը ակնհայտ է։ Պարոն Մելիքյան, մենք առավոտյան տեսանք, որ ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումներ իրականացնում ձերբակալությունը, արդյոք վստահաբար այս ընթացքում հանդիպել եք պարոն Սամսոնյանին կամ Վազգենին, նրանց վրա առկային բռնության հետ։ Ոչ մի բռնության հետ չկա, չէ, դա ես ուղիղ ասեմ, որևէ բռնության բողոք մենք չունենք։ Բայց դա ոչինչ չի փոխում, որովհետև ինքնին այս ամեն ինչը իրավունքների կոպիտ խախտում է, բայց բռնության մասով որևէ բողոք չունենք։ Այս անգամ խուլիգանության համար կարելի է այդպես տունը խուզարկել 4-5 ժամ։ Խուլիգանության գործիք չէին փնտրում։ Չէ, տունը կարճ են խուզարկել, 4-5 ժամ չեն խուզարկել, շատ ավելի երկար գրասենյակն են խուզարկել, շատ 5 ժամից էլ ավել։ Մեր մոտեցումն այն է, որ այս հանցակազմի հետ որևէ կապ չուներ խուզարկությունը։ Նրանց հանցակազմը լեզուն է եւ իշխանության գործողությունները, որոնք նույն հանցակազմով տարի ու կես առաջ լրիվ նույն հանցակազմն էր, այն անգամ այս դատարաններ, թե որ դատարաններ, չեմ հիշում, այս դատարաններ, չէ, այս դատարանը ըստ էության ներքենում, կալանքը այս դատարանը չէր։ Այն ժամանակ խուզարկություններ չկատարվեցին եւ չպետք է կատարվեին։ Ինչու խստացվել մոտեցումները իշխանության եւ եթե հիշում ենք Վահե Մակարյանի միջոցով, այսպես 10 օր առաջ հասկացնել տղերքին, որ ձեր հետևից գալու են։ Նախ հասկացնելու քաղաքականությունը, եթե հիշում եք Միքայել arczepiskopos Աջապահյանի դեպքում էլ մի հատ մամուլով սլիվ արեցին, որ նրա նկատմամբ կաքր գործարծված։ Սկսել է Նիկոլ Փաշինյանը այսպես բանակցային քաղաքականություն կարծես թե վարել։ Մի հատ հասկացնում է, հավանաբար սպասում է ձեռք մեկնող կամ ինչ-որ հանդուրժողական մոտեցմանը, հետո սկսում է գործողություններ։ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին մի քիչ ճանաչող, իսկ ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ուսումնասիրած առնվազն որոշ տեղեկություններ ունի, դժվար նման ակնկալիք ունենալ, բայց ես անկեղծ ասած դրա մեջ չեմ էլ շատ խորանում, այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ մարդկանց դատում են այն բանի համար, որ իրանք արձագանքել են իրանց նկատմամբ ազգային ժողովի նախագահային եւ որևէ քաղաքավարի մարդուն ոչ հարիր արտահայտություններին։ Ես բազմիցս կրկնել եմ, այս անգամ չասեմ այդ արտահայտությունները, ինչ խուլիգանության մասին է խոսքը։ Խուլիգանության դեպքում վերջի հարցը էլի, հա, Վարսանամարտը։ Ալեն Սիմոնյանը այսօր ասել է, ով համարյա մեզ նաև սպառնալով, ով կպաշտպանի այդ տղաներին եւ այդ տղաների, այսպես գործելա ոճը, թող պատրաստ լինի, որ մի օր ես եմ հեռախոսով մտելու, տարպես այնպես տեքստ էր ասել, ես եմ հեռախոսով մտելու իրենց ընտանիքը, իրենց անկողինը, տա։ Ես չգիտեմ ինչ անկողնի մասին է խոսքը։ Եվ անգամ Տրամպի նման մարդուն հիշում ենք, թե ինչ սեքս սկանդալների մեջ սկսեցին մեղադրել Սարկոզին, մնացածին։ Հիմա եթե կա նույնիսկ իրենց նկատմամբ այսպիսի վերաբերմունք կամ այսպիսի սուր քննադատություն ընդհանուր անձնական բնույթի, կարելի է գնալ իրավապահների միջոցով այսպիսի կտրուկ գործողությունների եւ չմոռանանք, այսօր նրանց խմբագրությունը դատարկվել է, այսինքն ունեզրկել են անտիֆեյքին, դա նշանակում է, որ ես մի հստակ բան ասեմ, մեղադրանքը որևէ կապ չունի անկողնու հետ, ուղիղ ասեմ։ Եվ ես չգիտեմ Ալեն Սիմոնյանի ինչեր է խոսում, Ալեն Սիմոնյանի արարքը ես համարում եմ մեղմ ասած անբարոյական, եթե պաշտպան եմ անգալի Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին, իդեմս ինձ ունի պաշտպան, ինչ ուզում է թող անի, ինձ չի հետաքրքրում ինչ կանի, որովհետեւ նրա արարքը
այս հանցագործության մասին հաղորդում եւ այլն, իմանալով թե ինչ է լինելու։ Ազգային անվտանգության ծառայությունը ինչ կապ ունի խուլիգանության անցակազմի հետ։ Արժի որ տարբերակված մոտեցում է։ Նրա արարքը ես համարում եմ ամբարո եւ ամբարո մարդուց ամեն ինչ սпасելի է։ Իսկ խմբագրության մասով ինչ կասեք։ Իշխանությունը կարծես շշուկներ է տարածում, որ կա կոնկրետ տրամադրվածություն եւ հրահանգ, որ պետք է դադարեցվի ամեն ձևով Իմ հաղորդաշարի հեռարձակումը։ Ախր Իմ հաղորդաշարը դա բրենդ է, եթե կոպիտ ասած Հայաստանում էլ դադարեցվի, կարող է որևէ այլ երկրում նա այն հեռարձակվի։ Խնդիրը ո՞րն է, սա համացանց է, սա համաշխարհային բան է։ Հաջորդելով իրար Ես անկեղծ ասած մի քիչ կասկածում եմ, որ այդպիսի մտադրություն ունեն, անկեղծ ասեմ, որովհետև գուցե մի փոքր շուտ իրատեսական ընդհանրապես չեմ համարում, որովհետև հաղորդումը արդենից ձեռք է բերել մեծ լսարան, ես քիչ հավանական եմ համարում, բայց եթե խոսքը վերաբերում է ի վիճակի են թե չէ, պարզ է ի վիճակի են, ամեն ինչ իրանց ձեռքն է, զենքն էլ է իրանց ձեռքը, զորքն էլ է իրանց ձեռքը։ Բայց հեռախոսով այսօր մարդիկ մեդիա են ստեղծում։ Իսկ հենց սրա մասին է խոսքը, դրա փոխարեն մարդիկ վնասել է նշանակում։ Այսօր գիտեք, մենակ ինձ քանի մարդ է գրել, որ ես ֆոտոգրաֆ եմ, լուսանկարիչ եմ, մի քանի տեսախցիկ ունեմ, մեկը պատրաստ եմ տրամադրել։ Ես բիզնեսմեն եմ, պատրաստ եմ գումար տալ։ Այսինքն բնականաբար այդ հարցը մի քանի օրվա մեջ լուծվելու է։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե սխալ խնդիր դրվեց։ Սխալ խնդիր չդրվեց, սխալ հերթական սխալը արվեց, որ կուտակվում է, ես չգիտեմ, այս մարդկանց միտքը որն է, իրենք լուրջ անարդարություն են անում։ Հերիք չի անարդարություն են անում, հələ մի հատ էլ այս մարդկանց մեղադրում են նրա մեջ, որ իրենք են եղել նախահարցակը։ Իրականում Արեն Սիմոնյանն է նախահարցակ եղել, մարդկանց ասել է ներողություն Շանլակոտներ։ Շանլակոտ ասել։ Վերջինը։ Թեման է ինչու տարբեր դատարաններում այս երկու տղաներին դատում եւ նույն ժամին։ Չէ, նախ սկսենք նրանից, որ երկու տարբեր դատավոր պետք է լիներ, դա միանշանակ, այսինքն յուրաքանչյուրի դեպքում անհատապես։ Բայց նույն ժամին էլ կարող էր նույնը լիներ, դա էլ խնդիր չի։ Ժամը չի խնդիր։ Խնդիրն այն է, որ այսօրվա հերթապահ դատարանը այս դատարանը չէր, այլ Աչափնյակի դատարանն էր։ Եվ օրվա վերջին, չգիտենք ոնց փոխվեց, ես կարծում եմ այն պատճառով, որպեսզի մակագրվի այս գործը Մասիս Մելքոնյանին, որովհետև գիտեք, ես արդեն ասել եմ, այդ մարդիկ որ նայեն իրենց հետևությունները կանեն։ Նարեկ Սամսոնյանի մասով ես մի լրացուցիչ բան ասեմ, ես նաև որպես քավոր եմ սա ասում, նա ոչ միայն պաշտպան, նաև իմ հորդորով, խնդրանքով, չգիտեմ ոնց ուզում եք ձևակերպեք, մարդը ուխտ էր արել, որ հայհոյանք եթերով չէր տալի մարդը հայհոյանք։ Ուղղակի չէր տալի, այդքան բան։ Շնորհակալություն։